Երևանի սեփական եկամուտներն աննախադեպ աճել են 2018 թվականից ի վեր ավելի քան 4 անգամ։ 2025 թվականին եկամուտների աճը գերազանցել է 92 միլիարդ դրամը։ Տարեվերջյան ասուլիսում քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ այս թեմային, մանրամասնելով, որ մեծ ծավալի նոր չափաբաժին կա՝ շինարարության ոլորտից գանձվող տուրքերը։ Նախորդ տարի դրանք եղել են 24 միլիարդ դրամի չափով, այս տարի 18 միլիարդ դրամից մի փոքր ավելի։ Շատ մեծ ծավալի իհարկե նոր չափաբաժին կա, դա շինարարության ոլորտից գանձվող տուրքերն են, մոտավորապես նախորդ տարի դրանք եղել են 24 միլիարդ դրամի չափով, այս տարի դրանք եղել են 18 միլիարդ դրամից մի փոքր ավելին, եւ իրականում այն, որ սրանից առաջ Երևան քաղաքում կարելի ասել շատ մի անկանոն ինչ-որ տենց կառուցապատման process էր գնում, այս տուրքերի ներմուծումը մեր կողմից էականորեն զսպել է ախորժակները տարատեսակ կառուցապատողների, եւ եթե մեզ նույնիսկ թվում է, որ հիմա է, այսպես ասած, Երևան քաղաքում կառուցապատումը մեծ ծավալների, ես վստահեցնում եմ, մենք չենք պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե 2023 թվականին մենք պրոակտիվ այս քաղաքականությունը չվարեինք եւ շատ արագ չկարողանայինք այս տուրքերը ներմուծել եւ ներդնել։ Ռադար Արմենիայի հետ զրույցում Երևանի ավագանու ԿՊ խմբակցության անդամ Լուսինե Սարգսյանը նշեց, որ զգալի փոփոխությունները կապված են մեթոդաբանության ոլորտի հետ։ Աճա շատ աննախադեպ է եւ այդ միտումը շարունակվելու նաեւ 26 թվականին։ Առաջին հերթին կուզեմ նշել, որ զգալի փոփոխություն է տեղի ունեցել մեթոդաբանության առումով։ Մենք անցում ենք կատարել, ուրեմն սկսեմ նրանից, որ ծախսային բյուջետավորումը, ծրագրային բյուջետավորումը, սա շատ մեծ թափանցիկություն, հաշվետվողականություն եւ արդյունավետություն է ավելացրել առհասարակ ֆինանսական կառավարման ոլորտում եւ այո, 26 թվականին նախատեսում է Երևանի սեփական բյուջեն արդեն 94.8 միլիարդ դրամ, ինչը վերջին 3-4 տարիների ընթացքում 3 անգամ գրեթե մեծացել է։ Սա եւս այդ արդյունավետ կառավարման արդյունքում է տեղ ունեցել եւ մի շարք կառուցվածքային բարեփոխումների։ Նրա խոսքով նախկինում նման ֆինանսական աճ հնարավոր կլիներ միայն կառուցվածքային եւ համակարգային բարեփոխումների արդյունքում։ Նախկինում շատ խնդիրներ կային եւ եկամուտների գեներացման առումով եւ ծախսերի առումով, այս պահին այդպես շատ բովանդակային անդրադարձ չեմ ուզենա անել այդ թեմայով, բայց այո, միայն այսպես կառուցվածքային համակարգային բարեփոխումների արդյունքում աճ ունենք եւ եկամուտների գեներացման առումով, հատկապես սեփական եկամուտների, որը էապես մեծացնում է թե Երևանի ֆինանսական ինքնավարությունը, թե գիտենք, որ Երևանը շատ խնդիրներ ունի, արդեն տարիներով կուտակված դրանց լուծմանը։ Լուսինե Սարգսյանի խոսքով գեներացված եկամուտներն ուղղվել են բազմաթիվ խնդիրների լուծմանը, իսկ ծրագրերը բաժանվել են 3 հիմնական ուղղության։ Ծրագրերը կուզեմ բաժանել 3 հիմնական ուղղությունների։ Առաջինը դա բնականաբար սոցիալական ոլորտն է, կրթություն, կանաչապատում եւ այլն։ Երկրորդը տարիներով այսպես չվերանորոգված, չբարեկարգված ենթակառուցվածքների բարեփոխումն է։ Այստեղ կուզեմ շեշտել նաեւ կենսապահովման ոլորտը, որի մասին խոսեց ասուլիսի ժամանակ նաեւ պարոն քաղաքապետը։ Այս ոլորտում այնքան մեծ ծախսեր ուրեմն կատարել վերջին 2 տարիների ընթացքում, որոնք գրեթե 20 տարի գումարային առումով չեն կատարվել, եւ երրորդը իհարկե ապագային միտված շատ կարևորագույն ծախսերն են, դրանք թվայնացման, տվյալային համակարգերի ներդրման ծախսերն են, որը եւս շատ կարևոր է, եւ ուզում եմ ընդգծել, որ չնայած այս բազմաթիվ խոչընդոտներին ու խնդիրներին, այս առումով եւս քաղաքապետարանը որևէ հետնահանջ քայլ չի իրականացնում։ Մինչ այդ քաղաքապետը վստահեցնում է, 5 տարի հետո ունենալու ենք արհեստական բանականությամբ ներդրված էլեկտրոնային համակարգեր, ֆունկցիոնալ հանրային տրանսպորտ, տրոլեյբուսային պարկ, ընդլայնված կանաչ տարածքներ, անվասայլակներով ու մանկասայլակներով քաղաքացիների համար հասանելի քաղաք։ Լաուրա Հարությունյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։